Այսօր տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։ Սրբազանը դահլիճից ողջունել է իր աջակիցներին, ապա նրա օրհնությամբ դատական նիստի մեկնարկից առաջ ներկաները աղոթել են։ Հոկտեմբերի 9-ին ընդունել եմ Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին, ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, նշել է Պապիկյանը։ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Քոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀԵՄ նոր գործընկերության օրակարգին և դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում տարածաշրջանում ստեղծված հնարավորությունների, մեր երկրում թրիփ նախագծի և խաղաղության խաչմերուկի իրականացման շուրջ։ Եթե կիրակի օրը լինեն ընտրություններ, ում կընտրեն քաղաքացիները, Եվրամեդիա 24-ը հարցում է իրականացրել Երևանի փողոցներում, պարզելու քաղաքացիների կարծիքը թեմայի վերաբերյալ։ Նիկոլի։ Հայաստանը փրկել է, բայց ինչ անում։ Փառասիտուրը պատերազմն է կանեցրել, Պեչեսյունիքը գրավում էին։ Հիմա ես մի քիչ բյուջեն 3 միլիարդի սարքել է 8 միլիարդ։ Նիկոլ Փաշինյանին դժոխ պետք է ուղարկել, Սերժ Սարգսյանին դժոխ, Ռոբերտ Քոչարյանին Լևոն, 4-ն էլ գնդակար են։ Ու դաշնակներին։ Չգիտեմ, ում ընտրեմ, ախը բոլորն են խապեբաներ են։ Խապեցին մեզի, լավ կլինի, թոշակը շատ կտանք, կնեն գումար են տալի չի հերիքում։ Ում ընտրենք, բոլորն են խուլիկան են։ Փաշինյանի շատ էի սիրում, ասեց Տիգրան Ավինյանը, հեսա կոնդը կքանդեմ, լավ կլինի, բոլորը խապեցին։ Կոնդի գիտե կենտրոնում է, մի քառակուսին $500 են տալի, էդի որտե կարան տուն առնեմ, չեն կարա, խապում են, բոլորն են սուտասան են։ Սամվել Կարապետյան, բայց մեր ձևով շարժմանը, ընտրությունների, ոչ մեկ։ Չեմ ընտրելու ես։ Մերձավանի խուզարկությունների արդյունքում կա մեկ ձերբակալված անձ, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների խուզարկությունների արդյունքում զենքեր են հայտնաբերվել։ Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Մերձավանում իր նորակառույց մոտ սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը և նրա ընկեր քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է. Ռուսաստանի հետ հակամարտության մեջ Ուկրաինայի հաղթանակը կլինի բոլոր տարածքների վերադարձը և Ռուսաստանից փոխհատուցումը։ Եթե Ուկրաինային հաջողվի ռազմական ճանապարհով վերադարձնել Ռուսաստանի կողմից գրաված բոլոր տարածքները և փոխհատուցում ստանալ կրած վնասների համար, դա կլինի հսկայական հաջողություն, ասել է Եվրապատգամավորը։ Նա հավելել է, վաղ թե ուշ Ռուսաստանը և Ուկրաինան ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց պետք է ապահովել, որ ագրեսիան չարդարացնի իրեն։ Հակառակ դեպքում, ըստ Կալասի, հետևանքները տեսանելի կլինեն ամբողջ աշխարհում։ Տաջիկստանում գտնվող ռուսական ռազմաբազան Կենտրոնական Ասիայի անվտանգության երաշխավորն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանրապետությունում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազան Տաջիկստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է, հայտարարել է նախագահը։ Գազայի հատվածում արմատական պաղեստինյան Համաս շարժման և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը սկսվել է, հաղորդում է Ynet-ը։ Ավելի վաղ Reuters-ի աղբյուրը հայտնել էր, որ ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն Համասը 72 ժամվա ընթացքում մնացած պատանդներին կհանձնի Իսրայելի իշխանություններին, իսկ Իսրայելի պաշտպանության ուժերը 24 ժամվա ընթացքում կսկսեն զորքերի մասնակի դուրսբերումը անկլավից։ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի, նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկի գլխավորած պատվիրակությունը հաջորդ շաբաթվա սկզբին կմեկնի Միացյալ Նահանգներ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շարունակվում է, վարչապետ Սվիրիդենկոյի գլխավորած թիմը գրասենյակի ղեկավար Երմակի և պատժամիջոցների քաղաքականության հարցերով իմ հանձնակատար
նախագահ Վլասյուկի հետ միասին հաջորդ շաբաթվա սկզբին կլինի ԱՄՆ-ում։ Զելենսկու խոսքերն է մեջբերում «Էրբակա Ուկրաինան»։ Նրա խոսքով քննարկման համար նախատեսված հիմնական թեմաների թվում են օդային պաշտպանությունը, էներգետիկան եւ բանակցային ուղին։ Սեպտեմբերի 29-ին Երմակը հայտարարեց, որ Ուկրաինան ցանկանում է մի շարք համաձայնագրեր ստորագրել Միացյալ Նահանգների հետ, այդ թվում Կիևին ամերիկյան զենք մատակարարելու, ազատ առևտրի եւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Քրդական ուժերը խախտել են հրադադարը եւ հարձակվել սիրիական բանակի դիրքերի վրա Հալեպի արևելյան նահանգում, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Զինադադարի հայտարարումից 48 ժամից էլ պակաս ժամանակ անց SDF-ն ավելի քան 10 անգամ խախտել է համաձայնագիրը, հարձակվելով բանակի դիրքերի վրա արևելյան Հալեպի իրենց տեղակայման վայրերում։ Հայտարարության մեջ մեջբերում է սիրիական Ալ-Էխաբարիա հեռուստաալիքը։ Հաղորդագրության համաձայն Թիշրինի ամբարտակի տարածքում բանակի դիրքերի հրետակոծության հետևանքով մեկ զինվոր զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ռուսաստանի սահմանի մոտ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը, մասնավորապես ավելի քիչ պաշտպանված եւ հեռավոր տարածքներում։ Բրիտանական Financial Times թերթը հաղորդել է, որ դաշինքը հույս ունի հակազդել Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումների ենթադրյալ սպառնալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական եւ Վաշինգտոնի Կատո ինստիտուտի ավագ գիտաշխատող Դուկ Բանդոուն իր ամսագրի համար հոդվածում ՆԱՏՕ-ի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ անվանել էր խելագարություն։ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հունգարիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարներ, այս մասին հաղորդում է UEFA-ի կայքը։ Գլխավոր մրցավարն է Քրիս Քավանան, եզրերում նրան կօգնեն Դեն Քուքն ու Յան Հյուսինը։ Չորրորդ պաշտոնյան Սեմ Բերոթն է, վառի մրցավարն է Դարեն Էնգլանդը, օգնականը Էնդրյու Մեդլին։ Հունգարիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։ Վլադիմիր Զելենսկին պայման է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրվելու համար, հաղորդում է Ստրանան։ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կառաջադրի Թրամփին, եթե նա հասնի հրադադարի, ասվում է հրատարակության մեջ։ Հրատարակությունը նաև հիշեցնում է, որ Գերագույն Ռադան չի կարողացել ընդունել Սպիտակ տան ղեկավարին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու մասին բանաձևը նախորդ օրը, քանի որ բավարար ձայներ չի ստացել։ Փետրվարին Թրամփը հայտարարեց, որ արժանի է մրցանակին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապում է գործարք կնքել Իսրայելի եւ Համասի միջև Գազայում, որպեսզի հասցնի ազդել խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման որոշման վրա։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։ Բարբերականը նշում է, փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այն փաստին, որ Թրամփի աննախադեպ լոբիստական արշավը պտուղներ կտա, երբ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հաղթողին հայտարարի հոկտեմբերի 10-ին։ Այնուամենայնիվ նույնիսկ նրանք, ովքեր ծաղրել են ամերիկյան առաջնորդի խաղաղությանն ուղղված վերջին ջանքերը, ասում են, Գազայի պատերազմին վերջ տալու նրա փորձը կարող է ծանրակշիռ փաստարկ լինել նրա օգտին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետի անունը կհայտարարի հոկտեմբերի 10-ին։ Այս մասին հայտարարել է հեռացող վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն, հաղորդում է Բլումբերգը։ Լեկորնյուն ավելի վաղ իր հրաժարականը բացատրել էր երկրի բևեռացված քաղաքական կուսակցությունների միջև փոխզիջում գտնելու իր անկարողությամբ։ Մակրոնը նրան հանձնարարել էր համաձայնության գալ քաղաքական խմբերի հետ հեռանալուց առաջ նոր կառավարություն ձևավորելու համար։ Վարչապետի խոսքով խորհրդարանում կա փոխզիջման հնարավորություն։ Ազգային ժողովի բացարձակ մեծամասնությունը դեմ է լուծարմանը։ Բլումբերգը նշում է, որ եթե նոր վարչապետը չկարողանա կաբինետ ձևավորել, Մակրոնը ստիպված կլինի կամ խորհրդարանական ընտրություններ նշանակել, կամ այլ վարչապետ նշանակել, կամ հրաժարական տալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը երկկողմ բանակցություններ կանցկացնեն Դուշանբեում, որտեղ Ռուսաստանի առաջնորդը պետական այցով ժամանել է 3։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս հանդիպումը երկար ժամանակ անց առաջինը կլինի։ Պուտինը եւ Ալիևը կարճ ժամանակով հանդիպել են սեպտեմբերին Չինաստանում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, սակայն չեն շփվել։ Առաջնորդների վերջին լիարժեք հանդիպումը տեղի ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին։ Պուտինի եւ Ալիևի միջև մարտից ի վեր առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, հոկտեմբերի 7-ին։ Կրեմլը նշել է առաջնորդների միջև այս զրույցի կարևորությունը։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման երկկողմ հարաբերություններն են։ Այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում, խոսում է երկու առաջնորդների մտադրության մասին, քննարկելու բոլոր հրատապ հարցերը, ընդգծել է պաշտոնյան։ Նա հավելել է, չի կարող խոսել իր ադրբեջանցի գործընկերների անունից, բայց ռուսական կողմը դրական վերաբերմունք է հայտնել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը և հաստատել է հանրապետության պատրաստակամությունը օգնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջնական կարգավորմանը։ Մեծ հույս պատանների և նրանց ընտանիքների, Գազայի պաղեստինցիների, ամբողջ տարածաշրջանի համար, հայտնել է նա նշելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդների ջանքերը։ Ես կոչ եմ անում կողմերին խստորեն պահպանել համաձայնագրի պայմանները։ Այն պետք է դադարեցնի պատերազմը և հարթի երկու պետությունների լուծման վրա հիմնված քաղաքական կարգավորման ճանապարհը։ Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այս նպատակին հասնելու գործում, հավելել է նախագահը։ Բրիտանացի կամավոր Այդան Մինիսը, որը ծառայում է ռուս-ուկրաինական պատերազմում, կռվում է ռուսական զորքերի շարքերում։ Սպառնացել է Ուկրաինայի զինված ուժերի համար կռվող իր հայրենակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Եթե ես ստիպված լինեմ սպանել հայրենակցի հետ, չեմ տատանվի։ Նրանք պետք է ստանան ամենախիստ պատիժները, ասել է բրիտանացի կամավորը։ Մինիսը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերին միացող օտարերկրյա վարձկանները մոլորված, անօգուտ վետերաններ են, որոնք մասնակցել են Իրաքում և Աֆղանստանում անօրինական պատերազմներին։ Պաղեստինյան Համաս շարժումը համաձայնել է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին, հաղորդում է Ալ Ջազերան, հղում անելով պաղեստինյան աղբյուրին։ Աղբյուրի համաձայն շարժումը որոշել է հետաձգել պատանդների մարմինների հանձնումը, մինչև տեղում պայմաններ ստեղծվեն։ Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սպիտակ տան Գազայում իրավիճակի կարգավորման ծրագիրը ներկայումս սեղանին դրված լավագույն տարբերակն է։ Հոկտեմբերի 3-ին Թրամփը Social իր էջում սպառնացել է Համասին աննախադեպ դժոխքով, եթե պաղեստինյան շարժումը չհամաձայնվի իր խաղաղության ծրագրի պայմաններին մինչև հոկտեմբերի 5-ի երեկոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայում, հոկտեմբերի 9-ից 10-ը կմեկնի Տաջիկստան Դուշանբեում։ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ևս Տաջիկստանի Հանրապետության նախագահ Իմոմալի Ռահմոնի հրավերով ժամանել է Դուշանբե։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանը Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ խոսել է 2026 թվականի ընտրություններին ընդդիմադիրների կողմից իրականացվող սցենարին։ Նա կարծում է, որ փորձում են բոլոր տեղերում կրկնել Գյումրու սցենարը։ Եթե ունենք ընտրություններ, հիմա Էջմիածնի ընտրություններն է լինելու, խորհրդարանական ընտրությունները հեռու չեն եւ արդեն տեսնում ենք ինչպես են մի ուժի ներկայացուցիչները, որոնք իրականում մեկ ուժ են ներկայացնում, այսպես ասած, հավաքական ընդդիմություն ասածա, փոքր իրար դեմ կուսակցություններ, դաշինքներ են ստեղծում, որպեսզի մասնակցեն խորհրդարանական ընտրություններին եւ նպատակը մեկն է կրկնել Գյումրու սցենարը, բայց ցավոք Գյումրու սցենարը արդեն մարդկանց համար շատ վատ ազդեցություն ունի եւ այն անպատասխանատվության, արված հայտարարությունների եւ այլնի մասով եւ այն ներդրումները, որ պետք է Գյումրում բերվեր Վարդան Ղուկասյանի չկատարած պատասխանները, խոստումները եւ այլն, կարծում եմ այս անգամ մեր ժողովուրդը ավելի ճիշտ ընտրություն կունենա։ Դուրս շպրտվելու միակ ճանապարհը քաղաքական դաշտից դա ժողովրդի կողմից ընդունելի կամ չընդունելի լինելն է։ Գլխավոր դատախազությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ուղարկել է ստուգման, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ուսումնասիրվում է, այն ուղարկվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, ստուգման նպատակով ասվում է հայտարարության մեջ։ Խոսքը Գյումրիի ավականու ընտրություններում ՔՊ կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քաղաքապետի հայտարարության մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կողմերը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը եւ մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից բարի լույս եւ լավոր է մաղթել քաղաքացիներին, նա ողջունել եւ ցույց է տվել պատուհանից բացվող տեսարանը։ Փաշինյանի հետ Բրյուսել են մեկնել նաեւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Պատվիրակության կազմում է նաեւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառվելու հաստատվել էր Վայոց ձորի մարզպետի փոփոխության հարցը։ Կոլյա Մելքոնյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Նշենք, որ Վահագն Արսենյանը Ջերմուկ գրուպ ընկերության սեփականատեր, Կարկառուն հանրապետական Աշոտ Արսենյանի որդին է։ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Կանանց 77 կիլոգրամ քաշային ծանրորդների B ենթախմբում Աննա Ամրոյանը պոկել է 100 կիլոգրամ եւ հրել 130 կիլոգրամ։ Երկամարտում նա հավաքել է 230 կիլոգրամ։ Այս ենթախմբում Ամրոյանը 4-րդն է։ Կանանց 77 կիլոգրամ քաշայինների A ենթախմբի մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորեժիայի ատոմակայանի հրետակոծությունը սպառնում է ամբողջ եվրոպական մայրցամաքին։ Սրա մասին սոցիալական ցանցերում գրել է ֆիննական Ազատության դաշինք ազգային պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման։ Մենք աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային եւ այժմ այն սպառնում է ամբողջ Եվրոպային ատոմակայանների վրա իր անպատասխանատու հարձակումներով, հայտարարել է քաղաքական գործիչը։ Մեման գործողությունները անվանել է չափազանց վտանգավոր եւ անհիմն, ընդգծելով, որ միջուկային օբյեկտում ցանկացած վթար կունենա ավերիչ հետևանքներ ամբողջ մայրցամաքի համար։ Իսրայելը եւ Համասը համաձայնագրեր են ստորագրել խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես հպարտությամբ եմ հայտարարում, Իսրայելը եւ Համասը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Համաձայնագրի արդյունքում բոլոր պատանները շատ շուտով ազատ կարձակվեն։ Իսրայելը իր զորքերը կհեռացնի դեպի համաձայնեցված գիծը, որպես առաջին քայլ դեպի երկարատև եւ կայուն խաղաղության, հայտնել է նախագահը։ Ըստ Թրամփի սա մեծ օր է արաբական եւ մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների եւ Միացյալ Նահանգների համար։ Բոլոր կողմերի հետ արդար կվարվեն, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը, շնորհակալություն հայտնելով Կատարին, Եգիպտոսին եւ Թուրքիային միջնորդության համար։ Հնդկաստանի խոշորագույն պետական կորպորացիաներից մեկը Indian Oil-ը վերսկսել է ռուսական նավթի մատակարարումների համար վճարումները յուանով, հաղորդում է Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տվյալների համաձայն ընկերությունն արդեն մի քանի գործարք է իրականացրել Ռուսաստանի հետ եւ վճարել է դրանց համար չինական արժույթով։ Մինչդեռ նավթի առաքումների գինը դեռևս գնանշվում է ԱՄՆ դոլարով, վճարումները կատարվում են յուանով, ինչը պարզեցնում է գործարքները եւ ամրապնդում Մոսկվայի եւ Նյու Դելիի միջև առևտրային կապերը։ Հնդկաստանի նավթավերամշակման գործարանների կողմից չինական արժույթի օգտագործումը կասեցվել էր 2023 թվականին սահմանին զինված հակամարտությունից հետո Հնդկաստանի եւ Չինաստանի միջև լարվածության սրման պատճառով։ Այժմ Նյու Դելիի եւ Պեկինի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ֆոնին յուանով գործարքները վերսկսվել են։ Չեխիայի ապագա վարչապետը ընդդիմադիր ANO շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Պրահան այլևս չի հատկացնի Ուկրաինային ֆինանսավորում պետական բյուջեից։ Նա նշել է, որ օգնությունը կտրամադրվի միայն Եվրամիության միջոցով։ Մեզ գումար պետք է հենց Չեխիայի համար, մենք արդեն աջակցել ենք Ուկրաինային, բայց հիմա դա կանենք միայն Եվրոպայի գծով, ընդգծել է նա։ Բաբիշը հայտնել է, որ Չեխիան պատրաստ է Եվրամիությանն հատկացնել 60 միլիարդ եվրո, որոնք
կարող են ուղղվել Կիևի։ Նա քննադատել է Ուկրաինային ուղարկվող զինամթերքի նախաձեռնությունը, հայտարարելով, որ դրա վրա որոշ մարդիկ էքստրեմալ շահույթ են ստանում։ Բաբիշն ընդգծել է, որ իր կառավարությունը առաջնահերթ կհոգա չեխերի սոցիալական եւ ֆինանսական կարիքները, սակայն պատրաստ է երկխոսության նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ դաշնակիցների հետ։ Գերմանիայի իշխանությունները թույլ են տվել գերմանական ոստիկանությանը խոցել անհայտ դրոններ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նոր օրենքը, որը չորեքշաբթի հավանության է արժանացել նախարարների կաբինետի կողմից եւ սպասում է խորհրդարանի հավանությանը, ուղղակիորեն լիազորում է ոստիկանությանը խոցել անօդաչու թռչող սարքերը, որոնք խախտում են Գերմանիայի օդային տարածքը, հայտնել է գործակալությունը։ Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմոմալի Ռահմոնը Դուշանբեի Իրանի բուսաբանական այգում Եդեմի այգի ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել, որի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը նվեր է հանձնել իր տաջիկ գործընկերոջը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Գործակալության տվյալներով Ռահմոնը անձամբ դիմավորել է Պուտինին ինքնաթիռի աստիճանների մոտ։ Ռուսաստանի առաջնորդն արդեն ծաղիկներ է դրել Տաջիկստանի պետության հիմնադիր Իսմայիլ Սոմոնիի հուշարձանին։ Ռուսաստանի նախագահ տաջիկ առաջնորդին նվիրել է շքեղ ձևավորված գիրք, նշելով, որ գիրքը կոչվում է Տաջիկներ։ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Ռահմոնիին է նվիրում առաջին օրինակը, բացատրելով, որ դա գիտական ուսումնասիրություն է, մենագրություն։ Լավագույն նվերը հիացմունքով, ասել է Ռահմոնը։ 44-օրյա պատերազմին վերաբերող զեկույցի նպատակը Նիկոլ Փաշինյանին հրեշտակի թևեր հագցնելն է։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա նշել է, որ ծանոթացել է զեկույցին, որը խախտումներով ձևավորվել է եւ խախտումներով էլ մինչեւ վերջ գնում է։ Բայց ի սկզբանե հայտնի էր մի բան. չի կարող այս իշխանությունը ամբողջական օբյեկտիվ քննություն իրականացնի իր իսկ կառավարման տարիների գործունեության հետ կապված։ Սա առաջին մեր անհանգստությունն էր։ Երկրորդը հասկանալի էր, որ քաղաքական նպատակներով ձևավորված հանձնաժողովի հիմնական նպատակը լինելու է իշխանության մաքրազատումը Նիկոլ Փաշինյանին էր որպես գերագույն գլխավոր հրամանատար գեներալիսիմուս հրեշտակի թևեր հագցնելը։ Եվ պատահական չի, որ աշխատակարգում քննիչ հանձնաժողովի, օրինակ Փաշինյանի դեպքում մի ամբողջ շոու սարքեցին, իբր թե բաց մաս, փակ մաս, հարցաքննություն, ու Նիկոլ Փաշինյանը ժամերով ինչ-որ հեքիաթներ էր պատմում։ Եվ վերջապես մենք ունենք անհանգստություն, որ հասարակությանը պետք է իրոք վստահելի եզրակացություն։ Եվ եզրակացություն ոչ թե ռազմական գործողությունների ժամանակ այս կամ այն զորամիավորման, այս կամ այն զինվորականի առանձին գործողությունները քննել ու գնահատել ու գնահատական տալ, այլ պետք էր ամբողջական համապարփակ քննություն։ Իսրայելը Գազա ուղևորվող եւս մեկ նավատորմ է կանգնեցրել, ձերբակալվել է 145 ակտիվիստ։ Թել Ավիվը պնդում է, նավերի վրա գտնվող 145 ակտիվիստները առողջ են։ Նրանց տեղափոխել են Իսրայել, որտեղից էլ կարտաքսեն։ Անցած շաբաթ նույն ճակատագրին արժանացավ մարդասիրական օգնություն տեղափոխող Global Summit նավատորմը։ Ամերիկացի վիրաբույժ ատամնաբույժը պնդում է, որ Թուրինյան սավանի վրա նկատելի են ստորին ատամների ուրվագծեր, ինչը կարող է վկայել Քրիստոսի հարության պահին տեղի ունեցած էներգիայի հզոր պայթյունի մասին։ ԱՄՆ-ից վիրաբույժ ատամնաբույժ դոկտոր Ջոն Սոտոսանտին, ով նախկինում հաջող գործունեություն է ծավալել բժշկության ոլորտում, իսկ այժմ նվիրվել է աստվածաբանական հետազոտություններին, սենսացիոն բացահայտում է արել Իտալիայում Թուրինյան սավանի ցուցահանդես այցելության ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։ Կանգնելով հնագույն Վուշե կտավի առաջ, որով ըստ քրիստոնեական ավանդության խաչելությունից հետո փաթաթել են Հիսուսի մարմինը, նա նկատել է մարդկային ատամների հազիվ տեսանելի ուրվագծեր։ Իր նոր ուսումնասիրության մեջ, որը դեռ գիտական գրախոսություն չի անցել, Սոտոսանտին նշում է, որ կարողացել է զանազանել ստորին ծնոտի կտրիչները։ Սա ըստ նրա նշան է այն բանի, որ մահից հետո ծնոտի մկանները թուլացել են, ատամները տեսանելի դարձնելով։ Մահից անմիջապես հետո մարմնի, այդ թվում ծնոտի մկանները թուլանում են։ Դա կարող է հանգեցնել ծնոտի կախ ընկնելուն, ինչի հետևանքով ատամները տեսանելի են դառնում, պարզաբանել է նա։ Սակայն նրա ամենաաղմկահարույց պնդումը հետևյալն է։ Սոտոսանտին կարծում է, որ ատամների պատկերն առաջացել է հարության պահին ազատված ճառագայթային էներգիայի հզոր պայթյունի հետևանքով։
Եթե ատամներն իսկապես երևում են, դա հաստատում է հարության ժամանակ տեղի ունեցած էներգիայի պայթյունի մասին տեսությունը, որը եւ դրոշմվել է կտավի վրա, հայտարարել է հետազոտողը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին եւ 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի թագավորությունում Բրյուսելում։ Վարչապետը կմասնակցի համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի եւ ոստիկանության ծառայողի սպանություններից հետո ներքին գործերի նախարարությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ է իրականացրել։ 4 օր առաջ էլ խուզարկվել է Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի տունը։ Արմլուրի հետ զրույցում Մհեր Ախտոյանի եղբայրը Փարաքարի ՔՊ ավականու անդամ Դավիթ Ախտոյանը հաստատել է տեղեկությունը նշելով, որ իրավապահ մարմինները օրենքով սահմանված կարգով ծանուցել են իրեն եւ իր ներկայությամբ հայրական տունը խուզարկվել է։ Նա հավելել է, որ որևէ բան չեն հայտնաբերել եւ այլ տեղեկություն չի կարող տալ, քանի որ նախաքննությունն ընթացքի մեջ է։ Մերձավանում խուզարկությունները նախաքննական մարմնի կողմից շարունակվում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար է նշանակվել Մերի Դալաքյանը։ Որոշման մեջ ասվում է ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքով Մերի Գագիկի Դալաքյանին նշանակել Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Թուրքիային համոզել Համասին ընդունել Գազայում պատերազմը դադարեցնելու իր ծրագիրը։ Թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Եվ ԱՄՆ կատարած մեր այցի ժամանակ եւ մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ մենք պարոն Թրամփին բացատրեցինք, թե ինչպես կարելի է հասնել Պաղեստինում կարգավորման։ Նա հատուկ խնդրեց մեզ հանդիպել Համասի ներկայացուցիչների հետ եւ համոզել նրանց, ասել է Էրդողանն ինքնաթիռում Ադրբեջանից վերադառնալիս։ Համասը ի պատասխան մեզ ասաց, որ պատրաստ է խաղաղության եւ բանակցությունների, այլ կերպ ասած նա հակառակ դիրքորոշում չի ընդունել։ Ես սա համարում եմ շատ արժեքավոր քայլ։ Համասն առաջ է անցել Իսրայելից, հավելել է Էրդողանը։ Մեր գործընկերները այժմ Շարմ էլ-Շեյխում են, ասել է նա, անդրադառնալով Իսրայելի եւ Համասի միջև անուղղակի բանակցությունների վայրին։ Մենք միշտ կապի մեջ ենք Համասի հետ այս գործընթացի ընթացքում։ Մենք շարունակում ենք պահպանել կապը, նշել է նա։ Վերխովնա Ռադայում իր ժողովրդի ծառա խմբակցության անդամների հետ 1.5 տարվա ընթացքում առաջին հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին նրանց անվանել է կործանարար հիմարներ եւ հրաժարվել կրկին շփվել նրանց հետ։ Այս մասին գրել է Վերխովնա Ռադայի падգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, ով Ռուսաստանում համարվում է ահաբեկիչ եւ ծայրահեղական։ Թե ինչու նա չեղարկեց իր падգամավորների հետ հանդիպումը, որովհետեւ ինչու հանդիպել հիմարների հետ։ Զելենսկու այս արտահայտությունը լայնորեն շրջանառվում է ծառայողների շրջանում։ Բոլորը հիասթափված են եւ չեն հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Գրել է նա, սեպտեմբերի 16-ին Զելենսկին 1.5 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեց իր ժողովրդի ծառա խմբակցության անդամների հետ։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան բացահայտել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու ամսական միլիոնավոր դոլարների կասկածելի փոխանցումները Սաուդյան Արաբիայի բանկ։ Ըստ ամենայնի Զելենսկին ամսական 50 միլիոն դոլար է փոխանցում Սաուդյան Արաբիայի ինչ-որ բանկ, ինչը տարօրինակ է, հայտարարել է կոնգրեսականը։ Եղանակը առաջիկա օրերին հոկտեմբերի 9-ին 11-ից 12-ի գիշերը սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի եւ 13-ի գիշերը եւ առավոտյան 11-ից 12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հոկտեմբերի 9-ից 12-ն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ն աստիճանաբար կնվազի 5-ից 9 աստիճանով։